Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին, Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. եթե 2018-ին մենք չգայինք իշխանության, հիմա Հայաստանի Հանրապետություն չէր լինի։ Կարող ենք եզրակացնել, որ եթե 1975 թվականին չծնվեր Նիկոլ Փաշինյանը, ամպրոպ, կայծակ, որոտ, բնական աղետներ կլիներ, երկիրը կանցներ հողի տակ, լճերը կցամաքեին, գետերը կցամաքեին առհասարակ։ Ամեն ինչ կարող ենք ենթադրել եւ այդ նույն կոնտեքստում, այդ էմոցիայի մեջ, եթե հիշում եք, ինքը հայտարարեց, որ վերջի 500 տարում հայ ժողովուրդը երբևէ այսքան լավ չի ապրել, ինչ ասեմ, այստեղ իմ փոխարեն պիտի կարծում եմ խիստ նեղ մասնագետ նստած լիներ, որովհետեւ սա այլևս հստակ դիագնոզ է, հասկանում եք, սա պոպուլիզմ չէ, ես հասկանում եմ, ես ինքս էլ քաղաքական գործիչ եմ եւ հասկանում եմ, որ քաղաքականության մեջ պոպուլիզմը sense մի հատ չալաղաջ դեր ունի, հա, բայց սա շատ վաղուց արդեն պոպուլիզմ չէ, աղքատությունը Հայաստանում կատաստրոֆիկ է, ես չեմ խոսում են արտաքին անվտանգային աղետները, որ ինքը բերել է, ես չեմ խոսում ամենակարևորը, որ սենց սեպագիր դաջվելու է ճակատին, Արցախ հանձնող, ես խոսում եմ այն, որ ասում է վերջի 500 տարում հայը երբեք այսքան լավ, այսքան անվտանգ չի ապրել, Զաքիր Հասանովը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Տավուշում մենք այնպիսի դիրքեր ենք վերցրել, որ այլևս Հայաստանի ներսում որևէ թիրախ մեզ համար անհասանելի չի մեր դիպուկահարի համար, ինքը խոսում է անվտանգությունից, Ադրբեջանի Միլի Մեջլիսում այլևս ազգային օրակարգ է դարձել մեծ վերադարձ ծրագիրը եւ 300,000 ադրբեջանցի պիտի գա ու ներսից պայթեցնի Հայաստանը, ինքը խոսում է անվտանգության մասին, Միլի Մեջլիսի падգամավորը հայտարարում է, որ հայերը շատ քիչ ժամանակ ունեն եւ եթե շարունակեն մեղրու միջանցքով խաղեր տալ, մենք ուժով դա կվերցնենք, նրա գործընկեր մեկ այլ падգամավոր հայտարարում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի իր ականջին օղ պիտի անի, որ հայը գենետիկորեն ահաբեկիչ ու մարդասպանա եւ մեր խնդիրը պիտի լինի տարածաշրջանից մաքրել Հայաստան անունը, Ալաշուքյուր Փաշազադեն ազդարարում է, որ Հայաստան չի պիտի լինի եւ հայ առաքելական եկեղեցին ուզում է, երբ որ Հայաստան չլինի ինքը Վատիկան պետություն կարգավիճակով մնա ադրբեջանական հողերում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վերջի 500 տարում հայը եւ Հայաստանը այսքան անվտանգ, այսքան բարեկեցիկ ու այսքան ապահով չեն եղել, ինչ ասեմ, սա պոպուլիզմ էլ չի, ես կրկնում եմ, պոպուլիզմը ինչ որ սահմաններ ունի, սա արդեն հստակ դիագնոզ է, որի վերծանողը ես չեմ։ Նաև ինչ է ասում է Հայաստանը դուրս է բերվել թակարդից, վերջին տարիների տրամաբանությունը եղել է այն, որ ինչ ուզել են չենք տվել, բայց մարդիկ այսօր եկել են Ղարաբաղ են լացում, հետաքրքիր է, այդ ինչ ա ուզել Ալիևը այսքանից բացի, որ չի տվել։ Ինչ ուզել է Ալիևը եւ ինչ շարունակում է ուզել Ալիևը, ստացել եւ ստանալու է, ցիտեմ, որ Նիկոլի Սատարող Ախուրյանցի անո սեգմենտը չասի, սուտա, բերեք խզոր, վարչապետը սուտա նախկինները, ծալանը, որ չասի, ես հիմա ցիտեմ նույն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, ով հայտարարեց, որ չի ստորագրվելու խաղաղության որևէ պայմանագիր, որովհետև Հայաստանը դեռ պարտավորություններ ունի, որ չի կատարել։ Հիկմետ Հաջիևը հայտարարեց, որ օրակարգում հիմա հերթը երկու կարևորագույն խնդրինն է, սահմանադրական փոփոխություններին, որ հանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ պահանջը եւ նաեւ կարևոր խնդիր է մնում ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հայրենիք եւ պատահական չէ, որ հիմա նայում ես ադրբեջանական մամուլ, իսկ ես շատ ուշադիր եմ նայում, հանել են եւ պտտացնում են 2013 թվականի Ալիևի ելույթից մի հատված, որտեղ ինքը ասում է, որ Երևանը դա ադրբեջանական տարածք է եւ 1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը դավադիր կերպով
գնալով Երևանը հանձնել է հայերին, դա մեր տարածքն է եւ հիմա երբ որ նայում ես ադրբեջանական թոփ լրատվամիջոցները Ալիևի այդ հայտարարությունը անընդհատ իրանք նորից բերում են օրակարգ իսկ ինչ ա ուզել Ադրբեջանը որ Նիկոլը չի տվել դա չուզած են տալի հələ չուզած սրանք ամեն ինչ տալիս են հասկանում ես եւ հիմա էլ քանի որ տալու է Տավուշից 3 գյուղ եւ տալու է մեզ համար կենսական աորտա զարկերակ Տիգրանաշեն իսկ դա նշանակելու է որ երասխում կանգնած ադրբեջանցի դիպուկահարի ինչ ասեմ նշանակետը լինելու է ուղիղ Երևանի կենտրոնը եւ դա արդարացնելու համար ինչ որ fake լուր է գրում որ օրակարգում Արցվաշենի վերադարձնա նույնիսկ տեսականորեն եթե ընդունենք որ Տավուշի 3 կարևորագույն բնակավայրերը տալուց հետո խոսքը Սոֆուլու Բարխուդարլուի մասին է որը նշանակելու է որ մեր կենսական մայրուղին դեպի Վրաստան հիմնական մայրուղիներից մեկը գտնվելու է Ադրբեջանի դիպուկահարի նշանակետի տակ եւ տանկ Տիգրանաշենը որը նշանակելու է որ Երևանը հայտնվելու է թուրքական օկուպացիայի մեջ եւ դրա դիմաց տան Արցվաշենը որի մասին խոսակցություն չկա եւ Ադրբեջանի քաղաքական էլիտան ասում է որ Արցվաշենի մասին խոսք լինել չի կարող բայց եթե անգամ ընդունենք որ Ալիևը դրսևորի բարի կամքինը հնարավոր չի եւ դա Արցվաշենը բոլորն են պնդում որի ռազմավարական դիրքային նշանակությամբ Արցվաշենը որևէ ինչ ասեմ էական մեզ դիրքային տեղանքային առավելություն չի տալիս իսկ ինչ վերաբերում է Տիգրանաշենին դա նշանակում է որ այլևս չգիտեմ Վայոց ձոր, Սիսյան, Մեղրի, Կապան գնալուց մենք պիտի անցնենք ադրբեջանական նշանակետով եւ ում ուզենան օրինակ ինձ հենց այդ տեղից գերեվարելու են եւ դա նշանակում է որ երբ որ Քարքիում Տիգրանաշեննում կկանգնի ադրբեջանական կտեղադրվի ադրբեջանական մաքսակետ ես անձամբ իմ տատիկի տուն Գորիս այլևս չեմ կարողանալու գնալ որովհետեւ ես որևէ ցանկություն չունեմ գերեվարվել Տիկին Զոհրաբյան բանակցային փաստաթղթերի մասին տևական ժամանակ անդիմադիրները 3 նախագահներն էլ ասում են այ մարդ հրապարակի փաստաթղթերը թող մարդիկ տեսնեն ոչ մի ձեյնձուն չկար մենակ կանչում էր բանավեճի չէ այս վերջերս հանկած վդրուկ պարզվեց որ հանձնարարել է սկանավորել այդ փաստաթղթերը եւ միջև տարեվերջ կհրապարակվի այդ ինչ փոխվեց այդ ոնց փոխվեց իրավիճակը ու ոնց է ձեր կարծիքով մտավախություններ չկան որ ասենք որ հատվածները որ պետք է կամ կարող է մանիպուլյացիաների տեղիք տալ հենց այդ հատվածները կնետեն հանրային քննարկման դաշտ բնականաբար հասկանալի է որ եթե ինքը հրապարակի բանակցային ողջ փաստաթղթերը առանց խմբագրումների իսկ ես ավելի քան վստահ եմ որ ինքը դրանք չի հրապարակելու որտեվ 3 չէ առաջի օրը նորից կարծես թե time out վերցրեց ասեց դե դա հոմենակ մեզանից չի կախված դա ԵԱՀԿ Մինսկից է կախված ես հույս ունեմ որ միջև տարվա վերջ իրանք կլուծարվեն հետո կասի դե թող գարունը բայց եթե ինքը առանց որևէ խմբագրման հրապարակի թեկուզ վերջի առաջարկը 19 թվականի որ արվել է ապրիլին եւ հունիսին այդ առաջարկը հրապարակի ապա պարզա դառնալու թե ինչ մեծ դավադրություն է տեղի ունեցել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ իսկ եթե ինքը վերցնի եւ ինչ որ դրվագներ հրապարակի բնականաբար ես հույս ունեմ որ նախկին նախագահները ովքեր ծանոթ են բանակցային բոլոր փաստաթղթերին անպայմանորեն կասեն ստոպ Նիկոլ բայց կարևոր դրվագը ուր է որտեղ խոսվում է ինքնորոշման մասին այսինքն չկա տարբերակ ես առնվազն բացի 19 թվականի առաջարկված փաստաթղթից մնացած մյուս բոլոր փաստաթղթերին ծանոթ եմ եւ ասում եմ դրանք արժանապատիվ փաստաթղթեր էին որոնց վերաբերյալ Նիկոլը ինքն է հայտարարել որ մասնավոր զրույցում Պուտինը ինձ ասել է որ Ալիևը հաշտվել է այն մտքի հետ որ Արցախը այլևս չի լինելու Ադրբեջանի կազմում փաստաթղթեր էին որոնց վերաբերյալ
տվյալ Ալիևը 2 ամիս առաջ ինքը ասեց, մի անգամ ասել էր 16-ին, մի անգամ էլ 2 ամիս առաջ ասեց, որ միջազգային հանրություն տեսակ, դուք ինձ բերում էիք նրան, որ ես ճանաչեմ Արցախի անկախությունը, տեսակ, որ ես ուժով լուծեցի այդ հարցը, չկա տարբերակ, այն որ ասում եմ վարիանտ չկա, որ այդ փաստաթղթերը հրապարակվելուց չբացահայտվի այն մեծ դավադրությունը, որ տեղի ունեցել հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ, դրա համար եմ ասում քսերոքս չունես, մեր տան քսերոքսը բերեմ, սկանավորի եւ հրապարակի։ Տիկին Զոհրաբյան, անցնենք ժողովրդավարական բաստիոնի վերջին ընդվզումներին, հա, իմնեմնիմի տղաների հարցին, ինչ պատահեց, ուրեմն իմնեմնիմի տղաները, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգենը Սաղաթելյան, հաշվի առնելով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի բառամթերքը, որը տղաներին անվանել էր, այո, Շան լակոտներ, արձագանքել էին դրան, բնականաբար կոշտ բառապաշարով, հատկապես Վազգենը Սաղաթելյան արձագանքել էր դրան, ու ինչ հաջորդեց, որ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին, եկան մի, չգիտեմ, դիմակավորված անձինք, տեսակ ինչ ձև, ասենք ինչ ստորացնելով գրասենյակում էի, երբ որ խուզարկություն էր ընթանում գրասենյակում, այո, դա այսպես, ասի, մարդը Նարեկը եւ Վազգենը հանգիստ գնում էին ԱԱՑ մեքենան նստելու, բայց իրանց պետքա շոու, ասենց, չգիտեմ, սխնեն, կզացնեն, ձեռքերը ծալեն եւ այլն, այս սա ոչ թե ուժի ցուցադրում է, սա վախի ցուցադրում է, որովհետև միայն վախեցածը կարա անընդհատ փորձել իր առավելությունը ցուցադրել նվաստացման ռիտուալներ անելով։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայցադիմանը եւ իր այդ պաթետիկ հայտարարությանը, որ այո, մեր երկրում այլևս անկողին մտնել չպիտի լինի եւ մեր երկրում այլևս հայհոյանք չպիտի լինի, իրոք, Բարշակ Սրբազանի անկողին կարող է տատը սեր մտել, թե դա դուք չէիք, հիմա ձեզ թվում է, որ ուզում եք գցեք վեհապարի ջեբը, այս երկրում կարա գտնվի մի հատ անասուն, որ հավատա, որ Արշակ Սրբազանի այդ կադրերը դուք չեք հրապարակել, 18 թվականից այս հասարակությունը նստեցրել են ատելության թշնամանքի նարկոտիկի վրա, Ալեն Սիմոնյան, ուզում ես, ուղարկեմ, վստահ եմ տեղյակ ես, թե 18 թվականի Թավշյա տերորից հետո, երբ ես հանդգնություն ունեցա առաջադրվել քաղաքապետի թեկնածու, ուղարկեմ իմ հանդեպ ինչեր եք արել, ուղարկեմ դուք ոնց եք իմ երեխային անգամ ահաբեկել, ոնց եք պղծել իմ մահացած հոր գերեզմանը, այդ ամենը ես հավաքել եմ, ոնց եք տարբեր ֆեյք էջերով, որոնք ըստ օդում կախված լուրերի աշխատացնում էին ձեր կին պատգամավորներից մեկը եւ ձեր սատելիտներից մեկը, դուք ամենանողկալի, ամենաստահոտ, ամենասերապաթոլոգիկ, ամենապիղծ, ամենաայլանդակ զրպարտություններն եք տարածել իմ եւ իմ ընտանիքի մասին, դուք զանգահարել եք իմ երեխային եւ ասել եք մամայից մահացել է, մորգում է, այդ ինչա շրջանայինի բժշկականի դագաղ տարեք, հասկանում եք դուք ինչ եք արել եւ դա արել եք Անտինիկոլ ճամբարի բոլոր հիմնական խաղացողների եւ անգամ ոչ հիմնականների դեմ եւ հիմա դու խոսում ես հայհոյանքից եւ անկողնուց մտնելուց, તો դուք ձեր սեփական կուսակիցների անկողինների ֆուլ փաթեթը ունեք կամասուտրայի սաղ դիրքերով եւ դրա համար դրանց սարքել եք պատանդ, այդ մարդիկ տառապում են, նրանք պատանդ են, նրանք թրաֆիկինգի զոհ են եւ ես ասել եմ, պատրաստ եմ այդ մարդկանց, այդ թրաֆիկինգի զոհերի իրավական պաշտպանությունը ստանձնել, այո, մեր երկրում չպիտի լինի հայհոյանք, այո, ես նողկում եմ հայհոյանքից, այո, իմ էջերում սոցիալական երբ որ հայհոյում են Նիկոլին, նրա երեխային, նրա կնոջը, ես իմ ձեռքով այդ հայհոյանքները մաքրում եմ, որտեվ հայհոյելը դա թուլության նշան է, այդ
նողկալի թշնամանքը, որ իրանք բերեցին, ընտանիքներում բազմաթիվ, ես չգիտեմ, տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, իրար հետ չեն խոսում, ամուսինը կնոջ, հայրը որդու, որովհետև այս իշխանության դա ֆիշկան է, դա իրանց կենսական շնչառական ապարատն է, ինչքան ատելություն, ինչքան մարդիկ իրար ատեն, մենք սա հիվանդություն է, մեր հասարակությունը հիվանդ է, ատելություն է, քայլում ես փողոցով, բոլորը բոլորին ատում են, բոլորը ագրեսիվ, բոլորը ջղայն, նայեք վիճակագրությունը, հանցագործությունները, մեկը մեկի կողքով անցնելուց պայուսակը կպնում է, հանում դանակը կողում է փորը, որովհետև այս թշնամանքը, այո, այս անհանդուրժողականությունը, այս թշնամանքը պիտի հաղթահարվի, միջև մենք չկարողանանք մեր հանրային օրգանիզմը առողջացնել, մենք ոչ միտեղ չենք գնա, ես նաև անկեղծ խոստովանություն պիտի անեմ, ես ինքս ին վրա եմ աշխատում, որտեվ ես ատում եմ ցանկացած Նիկոլականի, ես չեմ կարողանում իմ էմոցիաները զսպեմ, երբ տեսնում եմ ինչ որ սենց աչքերով մեկին, ով ասում է, որ Արցախը հանձնել են նախկինները, հասկանում ես, չգիտես իրան ինչ անես, ուզում ես գլուխը շոյես, ասես ընչի ես այդքան անգրագետ Մորքուր ջան, հետո հասկանում ես, որ այդ Մորքուր ջանի վրա դու զայրանում ես, որտեվ իրա տգիտությունը, իրա անգրագիտությունը, իրա ավանակիզմը քեզ հանում է ափերից, բայց ես հասկանում եմ, որ ես պիտի կարողանամ, ես որ գիտակից մարդ եմ, ես ինձ վրա իսկապես աշխատում եմ, որ կարողանամ նույնիսկ այդ սեգմենտի, որի անունը մենք դրել ենք Ախուրյանցի անո, նույնիսկ այդ սեգմենտի հանդեպ այս թշնամանքը, այս որտեվ գիտեք անգրագիտությունը իմ մոտ առաջացնում է սարսափելի ագրեսիա, բայց ես հասկանում եմ, որ դա ճանապարհ չի, մարդը մեղավոր չի, որ ինքը անգրագետ է, մարդը մեղավոր չի, որ ինքը տգետ է, ինքը չար է, ինքը նախանձ է, այդ իրա բուջուրիկ ուղեղից է, իրան պետքա փրկել եւ իրան պետքա բուժել եւ ես հետ Նիկոլյան Հայաստանում ամեն ինչ անելու եմ, որ բռնի ուժով, ինչպես հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բռնի ուժով բացվում էին երեկոյան դպրոցներ, գիշերօթիկներ անգրագիտությունը վերացնելու համար, այդ ամենը պիտի արվի, բռնի ուժով այդ մարդկանց պիտի կրթել, որովհետեւ այդ անգրագիտությունն է սպանել մեր երկիրը եւ շարունակում է սպանել։ Մթերքի հետ կապված Տիկին Զոհրաբյան, ինչ ճիշտ ասած նույնքան ապշեցրեց Ալեն Սիմոնյանի անհանդուրժողականությունը հայոյախոսության հանդեպ եւ այդ խրատական ոճը, որովհետեւ ընդհանրապես բավական է կարդալ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի խոսույթը, ստատուսները, ասենք մարդը ձեր շեֆը սենց ասած, շինելուց, դոմփելուց սկսած ամեն ինչ արելը, կներեք իր առնանդամը պատրաստ էր ցույց տալ վեհապարին ինչ որ բան ապացուցելու համար, ու դու խոսում ես ինչ որ շարքային մարդկանց բառամթերքի մասին, նույն Աննա Հակոբյանը չէր, ոչ իլ խոտակեր անասուն ասում մարդկանց, շարքային քաղաքացին են, այդ թվում առաջին նախագահին, ասենք, որը սիմվոլ է երկրի։ Այդ իրենք չէին, ասենք, այդ բառամթերքով խոսում։ Այդ Արսեն Թորոսյանը չէր ազգային ժողովի ամբիոնից ասում սրա նրա լավն էլ, մերն էլ, չգիտեմ ինչն էլ, այս տիպի sense խոսույթով հանդես գալիս։ Ասածը այն է, երբ որ իրենք խոսում էին անտի-Նիկոլ, հակա-Նիկոլ ճամբարի գործիչների խոսույթից, ես նորից ուզում եմ Ալեն Սիմոնյանի դեպ առանց չարության զուտ ընդհանրապես փաստերը արձանագրելով, բա մի հատ գործին չի չեք տալիս Արտուր Հովանիսյանի դեմ, ով սպառնաց Էդգար Ղազարյանի լեզուն կտրել, թե գլուխը ջարդել։ Չէ, Էդգար Ղազարյանի չէ, ինքը ընդհանուր ասած ով որ հեղափոխությանը, չգիտեմ, լեզուն պիտի կտրի, կամ ինքն էր, չէ, որ Թագուհի Թոմասյանին ուղարկում էր սեռավարակի թեստ հանձնելու, բա այդ ամենը ինչի է մնում անարձագանք, բա նույն Նիկոլը չէր ընդդիմադիրներին շինում, ազգային ժողովում ասում կուզենամ մատ թափ կտամ, կուզենամ ուրիշ բան թափ կտամ, իր էջում դոմփելու տարբեր վերսիաներ էր նկարագրում, թե ով ոնց է դոմփել, սենց նշաներ ցույց տալիս, ԱԱՑ-ի պատվալներ էր լցնում, սպառնում էր, բա այդ ինչ է, այդ ինչ որ քնքշանքի եւ սիրո հանդուրժողականության խոսույթ է, ես չգիտեմ, այդպիսի բառամթերք, ասենք, շինելը իմ տրամաբանությամբ երբևէ չի եղել սիրո եւ հանդուրժողականության խոսույթ, դոմփելը չի եղել սիրո հանդուրժողականության, կամ մատ թափ կտամ, կամ սրբազանին ասել, կամ վեհապարին կներեք, վեհապարին ասել
արի բան ցույց տամ։ Եթե դա է ձեր բառամթերքում բանս ցույց տամ, սիրո եւ հանդուրժողականության խոսույթը, ապա ինչ անեմ, գնամ այսօր Սուքիասյանի, Հայկազյանի սաղ բառարանները վառեմ, դուք մի հատ ԿՊ-ական բառարան հրատարակեք, ԿՊ-ի սիրո եւ հանդուրժողականության խոսույթը, դոմփել, շինել, արի տանեմ ցույց տամ, ինչ ուզենամ կանեմ, կծեփեմ ասֆալտին, կսվաղեմ պատերով, օքեյ է։ Տիկին Զոհրաբյան, հակա եկեղեցական այս ամբողջ գործընթացներից հետո վարչապետ Փաշինյանը կազմակերպել է աղոթքի նախաճաշ, որին հրավիրվել են նաև մայրաթորի ներկայացուցիչներ, խորագիրը այդպես են ընտրել ու հույս ունեն, որ դա այնտեղ ներկա կլինեն բիզնեսի, քաղաքականության, նաև կրոնական առաջնորդներ, որոնք պիտի սենց հաշտեցման եզրեր գտնեն եւ այլն։ Ես ճիշտն ասած հաղորդումից առաջ զանգահարեցի մայրաթոր, որպեսզի ճշտեմ ներկայացուցիչներ եղել են թե չեն եղել, չպատասխանեցին զանգերիս, այս պայդրությամբ չունեմ այդ ինֆորմացիան, բայց Վահագն Խաչատուրյանը այդ նախաճաշից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ այնտեղ եղել են։ Հիմա այս աղոթքի նախաճաշի հետ կապված դուք ինչ մեկնաբանություններ ունեք, ես ինչի է կազմակերպում, ինչ է ուզում հասնել։ Նախորդին ես լսեցի մի հատված Լևոն Զուրաբյանի, չգիտեմ ձեզ էր տվել թե այլ տաղավարում էր տվել հարցազրույցից, որտեղ ինքը մի դրվագ պատմեց, ես դա զետեղել եմ իր էջում, թե ինչպես Հիսուսի հետ համեմատությունը Նիկոլ Փաշինյանը ենթագիտակցորեն իրեն համեմատում Հիսուսի հետ, ասելով ինչպես Հիսուսը լվաց իր աշակերտների ոտքերը, այնպես էլ ես իմ ձեռքով, եկեք ես խորովածից ամեն մեկիդ մի կտոր տամ։ Հիմա գիտեք, ես շատ եմ հանդիպել լրագրող ժամանակ Նապոլոնների, շատ եմ հանդիպել անգամ մեկին, ով իրան Կուտուզովի տեղ էր դրել։ Հիմա եթե մենք բոլոր այս հիմա ես հասկանում եմ, որ քանի որ Հայաստանի հարցերը այստեղ չեն որոշվում, Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկորեն ազատ ժամանակ ունի։ Հիմա մարդը իր կյանքի այս փուլում որոշել է հոգևոր, ոլորտով զբաղվել, բացարձակապես թարս, բացարձակապես այլ օրիենտիրներով, շատերը ասում են ինքը կատարում է Ալաշուքյուր Փաշազադեի պատվերը, ես երևի իմ մեկնաբանությունը ունեմ, ես կարծում եմ, որ դա իր ուղեղում ծնված, ինչ ասեմ, ֆիքս իդեա է, որտեղ իրան լավ եմ ճանաչում, եւ եթե իր ուղեղում ինչ որ մի հիվանդագին իդեա ծնվում է, նույնիսկ եթե այն սխալ է, եթե այն հիվանդագին է, ինքը այն տեսակն է, որ պիտի կյանքի կոչի այդ անառողջ իդեա, նույնիսկ եթե ճանապարհի կեսից արդեն հասկացել է, որ սխալ է, մեկը ինքը գնալու է միջև վերջ, ինքը այդ տեսակն է։ Եվ հիմա ես չեմ բացառում, որ ես իսկապես միգուցե հիմա ասեք ձեռ եմ առնում կամ հումոր եմ անում, ես չեմ բացառում, որ վաղը չէ մյուս օրը, երբ որ ինքը կհասնի նրան, իսկ ինքը հասնելու է նրան, որ եթե կաթողիկոսը կամավոր գահից չհրաժարվի, կաթողիկոսի ինքը կալանավորելու է վեհապարին, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, ասենք ինքը ԿՊ-ից որևէ մեկին, օրինակ ես չգիտեմ, Արայիկ Հարությունյանին առաջարկի կաթողիկոսի տեղապահ, ինչ ա եղել որ, կամ Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը նկար ուներ, չէ, ինչ որ տենց սև բանի քահանայի շորերով, ես չգիտեմ խեր հակել այդ շորերը, կամ ինքը ոնց որ թե հոգևոր ինչ որ միտեղ մի երկու ամիս սովորել է, կամ Արարատ Միրզոյանին, թվում է աբսուրդ, բայց մենք ինքը այնքան քացով, այնքան օվերտոնի պատոհաններ ա բացել, որ հավատացեք, որ դա էլ լինի, այլևս որևէ բան զարմանալու չի լինի, իհարկե։ Իսկ դուք իր հետ աշխատել եք, Փաշինյանը նախկինում էլ է այդպես հավատացյալի կերպարի մեջ եղել, սաղմոսներ ասել ձեր համար, այսպես աստվածաշնչից մեջ բերումներ արել, որովհետև հիմա այնպես է ներկայանում, որ Հիսուսն իմ ուսուցիչն է, անընդհատ այս աստվածապաշտ կերպարի մեջ է։ Նախկինում էլ է այդպես եղել։ 10 տարի ես աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի հետ եւ որևէ անգամ չեմ տեսել, եկեղեցին էլ Սուրբ Սարգիսը գիտեք մեր խմբավորությունից ոտով 2 րոպե 37 վայրկյան հեռավորության վրա էր։ Որևէ անգամ ես իրեն չեմ տեսել եկեղեցի գնալուց, որևէ անգամ ես չեմ լսել որևէ աստվածաբանական թեզ, ելույթ, ցիտատներ եւ այլն եւ այլն, ես դրա համար եմ ասում, իր կյանքի այս փուլում ես նաեւ հասկանում եմ, թե ինչի կարողա մարդը, ով գիտի թե ինքը իրականում ինչ է արել, ինքը փորձի հոգևոր աշխարհում գտնել իր հոգու փրկությունը, բայց այդ իր հոգու փրկությունը, եթե ինքը փորձում է, որտեղ ինքը ի տարբերություն ախուրյանցի անոների շատ լավ
հասկանում է, չէ, թե ինքը ինչ արել, անկախ նրանից, թե ինքը ինչ է ասում։ Ինքը շատ լավ գիտի, չէ, որ Արցախը հանձնել է ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանի պետականության ողնաշարը կոտրել է ինքը շատ լավ գիտի, որ այն ինչ հիմա կատարվում է եւ կատարվելու է Հայաստանի հետ, այդ ամենը ունի մեկ մեղավոր եւ մեկ պատասխանատու։ Ինքը հիմա փորձում է հոգեվոր աշխարհում գտնել իր փրկությունը, բայց ինքը դա անում է շատ անազնիվ ճանապարհով։ Ինքը դա անում է մեր հավատը փորձելով, ինչ ասեմ, պազլների նման շարել իր հոգեկան աշխարհի, իր բարդությունների, իր ֆոբիաների, իր պատկերացումների եւ իր մեղքերի կոնտեքստում, ինչը չի ստացվելու։ Որովհետև Հովանավանքում տեսանք խոշոր կադրով իր արցունքները, որոնք այսպես կատ ծորում էին, ոմանք ասացին դա դերասանական խաղ է, ոմանք ասացին երևի մեղքերն է հիշել, դերասանական խաղ չլինի, հավատացեք ինձ, որովհետև ի վերջո մի մարդու համար այդքան մեղքի տակ մտնելը դա անտրամաբանական, դա անասելի, դա անտանելի բեռ է, դա հնարավոր չի, մարդը կարա խելագարվի։ Ի վերջո ես չեմ բացառում, որ այդ եռաբլուրի տղաները նրա երազին գալիս են, չէ, հասկանում եք, մենք մի փոքր վատ բան ենք անում, ես չգիտեմ, ասենք մի օրինակ պատմեմ, նախորդին մեր տան Աբովյան փողոցով անցնում էի, մի կին ողորմություն էր խնդրում եւ չգիտեմ այդ պահին լինում է, որ անցնում ես կամ մտքերդ կամ չգիտեմ զլանում ես ձեռքդ տանես անցա եւ 3 օր ես այդ փողոցով անցել եմ, որ այդ կնոջը գտնեմ։ 5-րդ օրը գտել եմ եւ այնպիսի մի հատ ուրախություն, հասկանալի է, չէ, որ իմ տվածը իրեն չէր փրկելու, բայց ես ինձ չէի ներում, որ եթե կինը կանգնել է, չէ իր մեռնի մի հատ ձեռը տանե իր գրպանը։ Բա եթե ես այդ փոքր բանի համար 3 օր չեմ քնել։ Հիմա պատկերացնում եք այդ տղաների աչքերը, ես հիշում եմ, որ Աշոտյանը պատմում էր, որ ինքը Սիսիանի դիահերձարանում էր, հա, մորգում էր, այնտեղ տղաներին բերում են, ես մի օր խոսել եմ Արմենի հետ եւ ես հասկացա, որ ինքը adekvat չի, ասում են կապույտ աչքերով անդադ գալիս է երազիս, հասկանում եք, այդ ինքը անդադ տեսել է, բա ինչի ենք բացառում, որ Նիկոլն էլ է այդ ամենը տեսնում եւ ինքը գիտի, որ այդ տղեկը, այդ եռաբլուրը ծփում անդեղ արյուն է ծփում, հասկանում եք, նյարդարյան այդ ամենի մեղավորը ինքն է եւ հիմա ինքը փորձում է այսպես փրկել իր հոգին, չի ստացվելու, հասկանում եք, որտեվ ես իհարկե իրավունք չունեմ որևէ մեկս Աստծո անունից խոսելու եւ որտեվ նույնիսկ Աստված բոլորին է տալիս, հա, ապաշխարելու հնարավորություն, բայց դա չպիտի արվի մեր հավատքը, մեր գենոմը, մեր DNT-ն ոչնչացնելու ճանապարհով, ինչ ինքը ուզում է անի, ինքը ուզում է մեզանից սարքի Չինգիզ այդ մարտավի մանկուրտը, անհայրենիք իր գեները, իր արմատները չունեցող անասուն, չի ստացվելու։ Տիկին Զոհրաբյան, զոհերից խոսեցիք, խոսենք նաև Բաքվի բանտում գտնվողների ճակատագրից։ Մենք տեսանք դատավճիռները, ոմանց ՑՄ ազատազրկում, այսինքն որոշներին եւ որոշներին 20 տարի, 16 տարի ժամկետով, սա տարբեր կերպ է մեկնաբանվում, այս տարբերությունը ինչով եք դուք բացատրում։ Այո, 3 բացի Ռուբեն Վարդանյանից, որի դատական գործը առաջիկայում կավարտվի, որովհետև ես ինչքան ժամանակը ահազանգում է, որ հոկտեմբերին հրապարակվելու են դատավճիռները, որովհետև հետևում էի դատական գործընթացին, նաև միջազգային իմ գործընկերներից տեղեկատվություն ունեի, որ դրված է խնդիր արագ ավարտել։ Այո, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Արայիկ Հարությունյան, իրենց բոլորը դատապարտվել են առավելագույն պատժաչափով Ադրբեջանի քրեական օրենսգրքի ՑՄ ազատազրկմամբ, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարի ազատազրկմամբ, ավելի քան վստահ եմ, որ նրանց եւս ՑՄ կդատապարտեին, բայց Ադրբեջանի քրեական օրենսգրքում նշված է, որ եթե անձը 65 տարեկան ավելին է, նրանք ՑՄ ազատազրկման չեն դատապարտվում, 1 րոպե անգամ չեմ կասկածում, որ Ռուբեն Վարդանյանը եւս, որի դատավարությունը կավարտվի առաջիկա օրերին, նրան եւս Ադրբեջանի քրեական օրենսգրքի առավելագույն պատժով ՑՄ ազատազրկման են դատապարտելու։ Եվ հիմա այստեղ նորից գալիս է լեգիտիմ հարց. բա ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ Ադրբեջանը շարունակում է ուղղակիորեն
կկրեն իր հակաղայ հայատյաց եւ ռազմատենչ քաղաքականությունը բա խաղաղության գնացողը կվերցներ եւ մարդկանց կդատապարտեր ցմահ ազատազրկման եւ նրանց ներկայացուցիչն էլ կասեր եթե Ադրբեջանի քրեական օրենսգրքից հանված չլիներ մահապատիժը սրանք բոլորը պիտի գնդակահարվեին այսպիսի խաղաղությունա լինում ես բազմաթիվ խաղաղության պայմանագրեր եմ տեսել նաեւ միջազգային հարթակներում տարբեր քննարկումների ժամանակ եւ որևէ տեղ չեմ տեսել խաղաղության պայմանագիր, որ կողմերից մեկը մյուս կողմի ռազմագերիներին տանի ցմահ ազատազրկման։ Սա է խաղաղությունը, եթե սա է խաղաղությունը, ապա ես թքել եմ այս կարգի խաղաղության վրա։ Մենք նաեւ այս հարցին էլի կանդրադառնանք, թերևս մի թեմայի հետ կապված եմ ուզում ձեր տեսակետը լսել, չնայած անդրադարձել եք Մգեր Արմենիայի ասացներին եւ ընդհանրապես վերջին փոփոխություններին, թե ոնց ընդդիմադիրից այսպես սահուն անցում կատարեց արդեն Փաշինյանի նման այսպես սրտիկներ է դնում եւ այլն։ Ինքը եթե նկատել եք ձեր հարցազրույցից հետո, Հայելի ակումբի հարցազրույցից հետո անդրադարձել է ձեզ այդ հատվածը դրել է իր էջում, ձեզ անվանել է Ղարի դաման, որը Անժոյի բիսեդկայում նստած, այնց մի խոսքով, բայց Աստված ձեր հետ ոնց որ կների Աստված եւ ինքը դե Հովանավանքի որպես պատարագին մասնակցած հավատացյալ մարդ, այսպես թողել է ձեր պատիժը Աստծո վրա։ Ձեր արձագանքը սրան։ Գիտեք, ինքը այնքան պուճուրի կա, որ ես նույնիսկ չեմ ուզում, որ տենց ինչ ասեմ, սիսերահատիկի, ռադատքի քարի անդրադառնալ, էլի ամոթ է, էլի ասենք, ես իր գոյության մասին չեմ իմացել, ես չեմ իմացել, որ տենց երգիչ կա, ես իր գոյության մասին իմացել եմ այն ժամանակ, երբ որ էջիս եկավ մեկ, ով ասում էր ես Մգեր Արմենիան չլինեմ, եթե Նիկոլին չհեռացնեմ։ Ինքը նույնիսկ ես չեմ ուզում, որ մենք այդ կարգի փշրանք հասկանում եք, փշրանք, ինչ որ ստեղ փոշի կա, լավ էլ մաքրած է։ Ես չգիտեմ, պլինդուզի տակի փոշի, հասկանում եք, ախր ամոթ է, որ պլինդուզի տակի փոշուն անդրադառնանք, ես չգիտեմ, Հայելի ակումբի եթերում ով էր ասել, Անժելան էր, թե մյուս իր հյուրերից մեկն էր, ասել էր անունդ փոխի դիր Մգեր Ադրբեջան։ Ես նույնը կարող եմ խորհուրդ տալ, բայց ինքը ախր ով է։ Ես խորհուրդ տալիս եմ ինչ որ մարդկանց, որոնք ինչ որ արժեք ներկայացնում են, հասկանում ես, ովքեր պլինդուզից գոնե 0.00 մի սանտիմետր վերև իրանցից բան են ներկայացնում, ասում եմ ես չեմ իմացել դա ով է, դա ով է։ Պարզապես ինձ ասեցին սա մեկն է, որը ինչ որ Սյունիքից քայլելով գալիս էր եւ ասում էր ես չլնեմ, եթե Նիկոլ իշխանապողություն չանեմ։ Դրա համար ես ընդհանրապես չեմ ուզում, որ մեր հանրային խոսույթում մենք անդրադառնանք, ինչ ասեմ, զերոների, որտեվ զերոին ինչքան գումարես զերո, ինքը մենակ մնում է զերո։ Այսինքն այդ զերոն իմ մասին ինչ կասի կամ Անժելայի մասին ինչ կասի կամ ինչ որ մեկի մասին ինչ կասի, դա այնքան զվարճալի է, որ նույնիսկ ինչ ասեմ, ես կամաչեմ անդրադառնալ պլինդուզի տակի ինչ որ մի փոշե հատիկի, որը փոշեկուլով պետք է հավաքես, տանես, թափես, պրծնի գնա։ Շատ լավ, մենք խոսում ենք այսպես ասած տարբեր ֆիգուրների փոփոխությունների մասին, զարմանում ենք, որ ընդդիմադիր են դառնում, հետո միանգամից փոխվում են իշխանական կամ հակառակը, ասենք Արթուր Դավթյանի պարագայում, որ ընդդիմադիրների ցույցերին էր մասնակցում, բայց այս փոփոխություններից զատ մենք նաև չենք դադարում զարմանալ Նիկոլ Փաշինյանի իր տիկնոջ խոսույթի ակնհայտ փոփոխություններին, տեսեք, երբ որ եկան իշխանության, դաժե տարիներ անց, իրենք հիշում եք, որ հայկական արտադրության մեր գերբով մայկաներ էին հագնում ինքնուկինը եւ ասում են, որ այսուհետ մենք տեղական արտադրության հագուստներ ենք կրելու եւ այլն։ Եվ հենց միայն այս վերջերս հաջողակից սկսնակին այդ Իմ քայլի նախաձեռնության հերթական ընթրիքին հասարակության աչքից չէր վրիպել, որ Աննա Հակոբյանը ներկայացել էր մի այսպես օծի կաշվի նման ինչ որ նեղլիկ զգեստով երեկոյան, որը պարզվեց թուրք դիզայներ Իլքյաս Օզելի հեղինակած դիզայներական հագուստն է, արժեցել է $1300 կարգի, զեղչվել էր մի $1080 էր դարձել։ Այս փոփոխությունը ընդհանրապես այդ ո՞նց եղավ, այսինքն տեղական արտադրությունը հիմա դարել է թուրք դիզայների արտադրության շորը։ Քանի որ ես ոնց հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետությունը, որի կնքահայրը
ինքը հիմնադիր նախագահը, հիմնադիր ղեկավարը ինքն է պատրաստվում դառնալ եւ ոնց հասկանում եմ այդ 4-րդ հանրապետությունը կհռչակվի, եթե իրեն հաջողվի 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությամբ զավթել իշխանությունը, դա լինելու է թուրքահպատակ, եթե մենք թույլ տանք եւ եթե ընդդիմությունը շարունակի լապատկեք առած իրար տակ փորել մեկ միասնական հականիկոլ ճամբար ձևավորելու փոխարեն եւ ոչ թե կռիվ տալ խորհրդարանում մի քանի մանդատ պրճոկելու համար, այլ կռիվ տալ այս իշխանությանը հեռացնելու համար, երևի Աննա Հակոբյանը ճիշտ է արել, որ թուրքական դիզայներից գեստ է հագել, որովհետեւ 4-րդ հանրապետությունը դա լինելու է թուրքական վիլայետ եւ այլևս հայրենական արտադրությունը հունիսի 7-ից, եթե Նիկոլին հաջողվի վերընտրվել, լինելու է թուրքական արտադրությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատն էլ, որ չի կարողանալու այդ հայտնի դիզայների զեղչված ձևով 1080 դոլարանոց գեստը հագնելու է Թաջ ֆիրմայի չստիկներ եւ Թաջ ֆիրմայի գիշերանոց ու փափուկ խալաթ։ Տիկին Զոհրաբյան, վերընտրվելու հետ կապված Փաշինյանի, հիմա Փաշինյանը առիթը բաց չի թողնում, որ ճեպազրույցներ տա լրագրողներին, փորձի մաքրել, բոլոր այն թեզերը, որոնք շրջանառվում են, կասկածներ են առաջանում, արտաքին պարտքի մեծացման հետ կապված Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, ասում է 8 միլիարդ արտաքին պարտքը չգիտեք ինչ են արել, զենք ենք արել։ Նիկոլ Փաշինյանը ստում է, ինքը ստում է, որ ասենք իր էլեկտորատը ասի, բա զենք արել, այդ որ արտաքին պարտքը դարել է 6-ից 14 միլիարդ, այդ որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու վզին այլևս դրված է $5,000 պարտք, դա զենք արել, դա սուտ է, դա անամոթ սուտ է, որովհետև վարկերը տրվում են միջազգային պայմանագրերով, միջազգային պայմանագրերը քննարկվում են ազգային ժողովում, այդ պայմանագրերը բոլորը բաց են եւ յուրաքանչյուրը կարող է անցնում են երկու հանձնաժողովներով, պաշտպանության եւ պետաիրավական, եւ այդ ամբողջ ընթացակարգը բաց է։ Ես չեմ հիշում միջազգային որևէ պայմանագիր, որով գնված լինի զենք, ավելին ես կարող եմ ձեռքս կտրել, եթե հիմա միջազգային որևէ կառույց վարկ տա Հայաստանին զենք գնելու համար, նախկինում մի երկու անգամ եղել է նախկին իշխանության ժամանակ Ռուսաստանի դեպքում, ես խոսում եմ հիմա Նիկոլ Փաշինյանի սարքած այս աշխարհաքաղաքական աջաբսանդալից հետո, դա սուտ է, դա անամոթ սուտ է եւ դա լկտի սուտ է, պարտքը ավելացել է խայտարակ կերպով եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու տարեկան, օրական, ժամական պարտքը գնալով ավելանում է եւ ի վերջո այդքան զենք գնացը չեր հետևի Սասուն Միքայելյանի խորհրդին, որ մենք այսօր թույլ ենք, մենք պարտված ենք եւ մենք պիտի մեզ պահենք խելոք, եթե Նիկոլը ասում է, որ այնպիսի զենքեր են գնել, որ անցած 30 տարում չեն եղել, ապա այդպիսի զինանոցի տիրապետողը հլու հնազանդ չեր կատարի ադրբեջանական օրակարգը եւ Ադրբեջանի բոլոր նախապայմանները, ստեղ անգամ ախուրյանցի անոն, սա կհասկանա։ Իր ասացները ընդհանրապես որպես կանոն Դանիել Յանեսյանը հաստատում է, ինքն էլ էր ստատուս գրել, որ իսկապես պարազինություն եւ այլն, ու Փաշինյանը հայտարարում է, որ ով կասկածում է, տանենք զենքերը ցույց տանք, դուք պատրաստվում եք գնալ այդ հետքերով։ Բացարձակապես ոչ, որովհետեւ ես մեր ընդդիմությանն էլ եմ խորհուրդ տվել, երբեք մի ներքաշվեք Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, ինքը մի հատ абսուրդ օրակարգ է գցում, ասենք կաղա Վալբրիսից կամ eBay-ից մի հատ շունիկ է, ես նայեցի 18,000-ով, վաղը չեմ իսորնել Վալբրիսում սևուրփաթա, ընդհանրապես այդ մոշնի զենքը կարելի է առնել 5,000 դրամով, ես չեմ պատրաստվում, ես երբևէ իր օրակարգի մեջ չեմ ներքաշվել, որտեվ դա ամենամեծ ծուղակն է, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ մեր ընդդիմությունը շատ դեպքերում ներքաշվում է Նիկոլի օրակարգի մեջ, որտեղ Նիկոլի խաղի կանոններով հաղթել հնարավոր չէ։ Պիտի
ցանկացած գնով եւ մշտապես մերժել իր օրակարգը։ Մենք տենում ենք, չէ, ընդդիմություններ չի գնում կառավարության հարց ու պատասխանին, ինքը վատ է ազգում, որովհետեւ մալչիկ դիլաբիցյաները չկան, որ ինքը ասի, բա գնացեք ձեր թալանը բերեք, հատ լումա կոպեկ փափուկատորներին որ նստել եք, այս փափուկա եւ երբ որ ինքը վատ է եւ մենք տեսնում ենք, չէ, երբ որ չկա այդ իր մատերիալը, հա, երբ որ ինքը իր բնական միջավայրում չի, հա, որտեղ պոպուլիզմը, սուտը, մանիպուլյացիաները խոդիտա, ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, ինչը մենք տեսնում ենք վերջի շատ տևական ժամանակ։ Չի ստանում այդ ադրենալինը եւ ես ասացի, որ խոսենք էլի խաղաղության մասին, ամփոփելով հա մեր հաղորդումը եւ խոսելով ինչպես անել, որ Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի։ Փաշինյանը հիմնական մեղադրական թեզին անդրադառնալով ազգային ժողովում այն է կառավարության ծրագրի չկատարումը, ասեց կառավարությանս ծրագրում հստակ գրված է, որ իմ թիվ 1 խնդիրը խաղաղության դարաշրջան բացելն է։ Ես էլ բացել եմ խաղաղության դարաշրջանը, այս խաղաղությունը, այսինքն ես իմ հիմնական խնդիրը կատարել եմ։ Այդպես է թե չէ, ու ինչ անել, որ ճիշտ բաները, ճիշտ խոսույթը հասնի, հա, հանրության տարբեր զանգվածներին, որ ասեն չլսեն, ասեն, բա ճիշտ ասում մարդը։ Հասկանալի է, որ ինքը, քանի որ ամբողջ քարոզչությունը իր ձեռքում է, ինքը շարունակելու է մանիպուլյացիաները։ Ընդդիմությունը չպիտի վախենա ժողովրդի դուռը գնալուց։ Ես նկատել եմ, որ մեր ընդդիմությունը չի լինում էլի այսպես սոցիալական ցանցային ընդդիմություն կամ միայն խորհրդարանի հարթակի ընդդիմություն չի լինում։ Մենք կանգնած ենք պետություն կորցնելու եզրին։ Ես բազմաթիվ ընդդիմադիրների հետ խոսել եմ, ասում եմ, իմաստ չունի գնալը, իրանք մենակ հմեկ են նայում, գնում ես վրա են տալի մեզ։ Չէ, պիտի գնաք։ Պիտի լսեք այդ դառը խոսքերը, պիտի համբերատար լսեք, մարդու ձեռքը բռնեք, մտեք իր ատուն եւ այդ ստերը մեկ հատ հերձեք, այլապես այս ամենը տանելու է նրան, որ ինքը այս տերորով ինչ որ արեց, երեք մենք տեսանք տղաների հանդեպ, ի վերջո նաև սա լրատվամիջոցին էր, հա, փակեց ամբողջ տեխնիկան, շտատիվներն էլ վերցնեց, անգամ շտատիվի իմ աչքի առաջ Հայոյանք հետ շտատիվի ինչ կապ ունի։ Միջազգային կառույցների վայնասունը չէ, գոնե մի հատ ծիտիկի, մի հատ դեղձանիկի ձայն անգամ չեն հանում, երբ որ ըստ էության կասեցվեց լրատվամիջոցի գործունեություն, հա, իմնի գործունեությունը կասեցվեց, ամբողջ սարքավորումները իմ աչքի առաջ փաթաթեցին, սկոչեցին, տարան։ Հասկանում եք, ընդդիմությունը պիտի կարողանա ժողովրդի հետ աշխատել։ Մեր ընդդիմությունը դիսկոմֆորտ չի սիրում, հասկանում եք, ցեղ չի սիրում, պոլին պարկել չի սիրում։ Բայց է պահանջում ենք, ասում եմ, մայկեքս չենք ճղելու, ինչ անենք սրանից ավել։ Այո, պիտի մայկեքներ ճղեք, պետք լինի ամեն ձեր տնից դուրս գալուց, պիտի ձեր ընտանիքին հրաժեշտ տաք, ասեք, կարող ենք երբևէ այլևս չտեսնվենք, որտեղ այո, պիտի լինի մահապարտ, ոնց որ Նիկոլն է մահապարտ իշխանությունը պահելու, որովհետև ես կրկնում եմ, Նիկոլին տված է քարտ բլանշ կրակելու Նաիրա Զոհրաբյանի ճակատին, կրակեց, միջազգային հանրությունը մի հատ ծաղիկե չի բերելու։ Իմ դագաղին ասելու է, այդ կրակոցը ուղղված էր Հայաստանում ժողովրդավարությունը փրկելուն, անելու է, կամ դուք դառնում եք մահապարտ, իհարկե, կամ դուք դառնում եք, լինում եք մահապարտ, կամ պատրաստվեք, որ հունիսի 7-ին մի երկու հատ փողոցային ակցիա ենք անելու, ֆանարիկը վառենք, ֆանարիկը հանգցնենք ու գնանք տուն։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար Տիկին Զոհրաբյան, սիրելի հետևորդներ, Նաիրա Զոհրաբյանը իրեն հատուկ էներգետիկայի եւ էմոցիաների դաշտում էր ինչպես միշտ։ Շնորհակալություն, որ դիտում եք, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։